Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, ասում են մի շարք հայ բլոգերներ։ Աշխարհով մեկ բլոգերները իրանց երկրի հարցերը բարձրացնում են, առաջ են տանում, մեր բլոգերները ոչ մի հարցով չեն զբաղվում։ Պատերազմի ժամանակ տենց ազերի հայտնի բլոգեր չմնաց, որ չխոսար ու սուտ բաներ չխոսար մեր մասին, Արցախը իրանցը ներկայացներ ու գովեր իրանց շեխիդների անունները տար ու մեզ ամեն ինչում մեղադրեր, իսկ մեր բլոգերները մենք քաղաքականությունով չենք զբաղվում, ժողովուրդ ես ձեր վրա եմ ջղայնանում, իրանց վրա չէ, դուք եք իրանց բլոգեր սարքել կամ իրանցից պահանջեք, որ իրանք Հայաստանի մասին խոսան, թող ներքին հարցերը չկպնեն, եթե չեն կարողանում, չգիտեն, թող խոսան երկրի պրոբլեմից, երբ որ մեր ագրեսորները մեզ ինչ օրն են գցել, թող խոսեն внешняя պոլիտիկայի մասին, որը պետք է, թող խոսեն հայացյաց երկրների մասին, թող խոսան հիբրիդային պատերազմի մասին, ինչեր է Ադրբեջանը անում մեր գլխին այսօր էլ, Ռուսաստանը, Թուրքիան, ոչ մեկին չեն ասում, իրանք են բլոգերներ, որոնք ունեն շատ մեծ աուդիտորիա, պարտադրեք, որ խոսան, չեն խոսում, հանեք ձեր պատվիսկան, լայքեր մի դրեք, ինչ եք թողում ձեր վրա փող աշխատեն, բայց իրանք աչը քաշած, իրանց համար հանգիստ ապրեն, ինչի, բա ով պետք է խոսա այս հարցերից, ով պետք է աշխարհին պատմի մեր երկրի պրոբլեմը, եթե այսօր Ադրբեջանը ամենտեղ մեր երկիրը կոչում է Զապադնե Ադրբեջան, ով պետք է դրա մասին աշխարհին ասի, մենք պետք է ասենք, մենք բոլորս, ինչ որ մեկը հոլովակով, ինչ որ մեկը ստատուս պետք է գրի, ինչ որ մեկը կոմենտ պետք է գրի, բայց պետք է միացյալ ուժերով անենք, ու քանի որ կան բլոգերներ, որոնք շատ հայտնի են ու շատ մեծ աուդիտորիա ունեն, իրանք պետք է խոսան առաջի հերթին, իսկ իրանք հանգիստ ասում են, իրանք չեն զբաղվում դրանով, իհարկե իրանք այնքան նուրբ են, իրանք տենց բաներից չեն խոսում, հանկարծ իրանց նուրբ հոգին մի քիչ ցավ կստանա, չի կարելի, իրանք շատ նրբիկներ են, դուք դարձրել եք իրանց բլոգերներ, ձեր վրա փող են աշխատում ու ձեզ էլ լոխի տեղ են դնում, ձեր երեխեքը գնում են սահմանում կանգնում են, իսկ իրանք հանգիստ իրանց համար, իրանց գործեր բլոգերությունն են անում, մի թողեք ժողովուրդ, պահանջեք, ձեր հաշվին այդ բլոգերությունը, դուք իրավունք ունեք ու դուք պետք է պարտադրեք